Բարև ձեզ, սիրելի ներկաներ, մենք 7-րդ դասարանի աշակերտներս հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Աստղիկ Նացականյանի ղեկավարությամբ գրականություն առարկայից իրականացրել ենք նախագծային աշխատանք։ Թեմա Ուլյամ Սարոյանի նռնենները։ Նախագծային աշխատանքի նպատակները արդիականացնել և արժևորել աշակերտների գիտական կանխատեսումները, վեր ամբողջ խնդիրների վերաբերյալ տարբեր լուծումներ առաջարկել, իմանալ Սարոյանի նռնենիները պատմվածքի բովանդակությունը, արտահայտած գաղափարը, գործողությունների կերպարների շարժառիթները, հոգեբանությունը, արժևորել օտար հողում ազգային արժեքները պահպանելու ձգտումը, կազմել բեմագիր պատմվածքի բովանդակությանը համապատասխան, բեմադրել բեմագիրը, զարգացնել ստեղծագործական հմտությունները, գեղագիտական ճաշակը, ճանաչողական հմտությունները, ձևավորել աշխատանքը պլանավորելու կարողությունը։ Հիմա պատմական եք ներկայացնենք նախագծային աշխատանքի վերջնարդյունքները։ Աշակերտները կկարողանան ներկայացնել գրողի կյանքի հիմնական դրվագները, իմանան Սարոյանի ստեղծագործությունների մասին, իմանան նռնենու և նռան մասին, իմանան պատմվածքի հիմնական և երկրորդական գաղափարները, իմանան ստեղծագործության շարժառիթները, իմանան պատմվածքի հիմնական և երկրորդական գաղափարները, կարժևորեն նուռը որպես ազգային խորհրդանիշ, իմանան նռան օգտակար հատկությունները, կկարողանան պատրաստել սայիկաշար։ Ուիլյամ Սարոյանը օտարագիր հայ հռչակավոր գրող է։ Ծնվել է 1908 թվականի օգոստոսի 31-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիայի նահանգի Ֆրեզնո քաղաքում։ Նրա ծնողները այդտեղ են տեղափոխվել Արևմտյան Հայաստանի Բիթլիս քաղաքից։ Համաշխարհային հռչակ է վայելել։ Արժանացել է ամենաբարձր գրական Պուլիցերյան մրցանակի և Օսկարի, ուր որ կեթասպորը Միացյալ Նահանգներում ծնված և ապրած աշխարհահռչակ գրող Ուիլյամ Սարոյանի պատգամն է սա։ Նա հայերեն չէր գրում, բայց այ հայ էր իր ամբողջությամբ։ Հայ նրա ստեղծագործությունների հայտնի հերոսները։ Ես հայերեն չեմ գրում, բայց աշխարհին նայում եմ հայերեն, ասել է մեծ ընկերողը։ Միշտ երազել է Հայաստան գալու մասին, իր կյանքի ընթացքում հայրենիքում եղել է 4 անգամ։ Մի անգամ էլ Սևանի ափին գտնում են լճի ալիքներից լավ հղկված քար։ Խնդրում է, որ քարը տեղավորեն մեքենայի մեջ։ Ամերիկա Ֆրեզնո պիտի տանի, ասում է գրողը։ Այդ հսկայական քարն ինչպես եք տանելու։ Ինքնաթիռով պիտի տանի, ինչու համար։ Ով որ Հայաստանում դեմ վատ ասի, անոր գլխում պիտի զարկեմ քարը, պատասխանում է գրողը։ Սարոյանը ամուսնացել է 2 անգամ։ 2 անգամ է նույն կնոջ, Քերո Գրեսիի հետ։ Եվ նրան հարցնում են, թե ինչու։ Հումորով պատասխանում է, ինչու պիտի նոր կինարների, նորեր դիվացը ծանոթանալ։ Ես էլ ամուսնացա, առաջին կնոջս հետ, ու մարդեն, գիտեի։ Իսկ ասում են, թե ինչու երկրորդ անգամ բաժանվեց նույն կնոջից, պատասխանել է, որովհետև ես երկրորդ անգամ նույն սխալն արեցի։ Ասում են, Սարոյանը մահվանից 2 օր առաջ ամերիկյան մի նշանավոր թերթի 2 տղանոց նամակ է հղել։ Գիտեի, որ մահը բոլորի համար է, բայց կարծում էի բացառություն կանի։ Տեսակ ինչ ստացվեց։ Ուիլյամ Սարոյանը մահացել է 1981 թվականի մայիսի 16-ին Ֆրեզնոյում։ Աճունի մի մասը թաղված է Երևանի Կոմիտասի անվան հայոց մեծերի պանթեոնում։ Սարոյանը բազմաժանր հեղինակ է, գրել է պատմվածքներ, վիպակներ, վեպեր, պիեսներ և հուշագրական երգեր։ Սարոյանը բարության, խաղաղասիրության կարեկցանքի դեսպան է աշխարհում։ Նրա ստեղծագործություններից լավատեսություն ու մանկական անմիջականություն է փոխանցվում։ Նրա ստեղծագործության հերոսները մի քիչ մեր մարդիկ են, հարուստ են աշխարհում։ Նա կարծում էր, որ լավ գրականություն ստեղծելու համար պետք չէ ցնցող շրջեր մտածել և սպանել հերոսներին։
Սարոյանի լավագույն ստեղծագործություններից է Նազնենիների պատմվածքը, որ անգլերենից հայերեն է թարգմանել Նունե Թորոսյանը։ Նորներների ստեղծարարության հերոսը փորձում է ստեղծել հայկականը։ Ուզում է նուր աճեցնել, քանի որ նուրը նրան հիշեցնում է իր հայրենիքը։ Նախ մի քանի խոսք նռնելու և նռան մասին։ Հայկական ավանդության մեջ նուրը պաշվել է իբրև գնասարի գլուխ։ Պատահական չէ, որ հին հայկական հարսանիքներում հարսը նուրը խփում էր դրան, որպեսզի իմանա, թե քանի զավակ է ունենալու, այնքան շատ հատիկներ թափեն, այնքան շատ զավակներ նա կունենա։ Նուրը օգտագործվել է նաև հայկական ճարտարապետության, գորգագործության, տիրարական արվեստում և մանրանկարչության մեջ։ Հայկական ավանդության մեջ նուրը կյանքի ծաղման առատության և ամուսնության խորհուրդ ունի։ Նուրը գլխի թավ ունենալու պատճառով համարվել է նաև իշխանության նշան, իսկ պտղի հասկ եղևի տակ պարփակված բազմաքանակությունը խորհրդանշում է տեզերքը իր բոլոր աստղերով և ոլորակներով։ Իզուր չէ, որ նուրն անվանում են աստվածների սնունդ։ Այս հրաշքմիտքը ոչ միայն ամրացնում է առողջությունը, այլ կանխում է տարբեր հիվանդությունների առաջացումը, բայց ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել այն։ Հարյուր կիլոգրամ կալորիականությունը 60-80 կիլոկալորիա է։ Նուրը հրաշալիորեն ամրացնում է իմունիտետը, օգնում է ախտարել հարբուխը ծածկված է ջերմուճեցնող հակաբորբոքային ազդեցությամբ։ Կանխում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացումը, օգնում է դրանց բուժման ընթացքում։ Նուրը նյութը լավացնում է այրան որակը, նոսրացնում է այն, բարձրացնում հեմոգլոբինի մակարդակը, բարելավում այրան շրջանառությունը։ Նուրը ամրացնում է նյարդային համակարգը։ Լավ ազդեցություն է թողնում տեսողության վրա։ Կանոնավոր օգտագործման դեպքում լավացնում է մաշկի որակը։ Նուրը հեգեցնում է արյան մեր շաքարի պարունակությունը, ուստի ցուցված է շաքարային դիաբետ ունեցողներին։ Նուրը օժտված է երիտասարդացնող և հակաբորբոքային հատկությամբ։ Իսկ հիմա մենք ձեզ կներկայացնենք նռնենիները պատմվածքի բեմականացումը։ Մելիք հորեղբայրս երևի աշխարհի ամենաձախլա կակարակատերն էր։ Ինքն իր երևակայության ձեռքը կրակներ եկել։ Սիրտը գեղեցկություն էր ուզում։ Ուզում էր ծառ տեկի, աճերը տեսնի։ Ես իմ ձեռքով 100-ից ավելի նռնենի եմ տնկել։ Ով հորեղբայրս պես Ջոն Դիրի տրակտոր է քշել։ Սա հողագործություն չի, զուտ արվեստ է։ Հորեղբայրս դուր էր գալիս, որ ծառը տեկի ու նայի, թե ինչպես էր աճում, բայց հակառակի պես չէր աճում, պատճառը հողն էր, չոր էր ինչպես անապատում։ Հորեղբայրը ձեռքը իր գնաց 640 ակր տապաստանի կողմ անելով, երբևիցե ամենահուզիչ հայերենով ասել էր. Էստեղ, այս ահավոր անապատում ծաղկանոց կբացվի, հողի տակից սառն աղբյուրներ կբխեն, ու մի հեքիաթային բնություն կսարքինք էստեղ։ Հա, հորեղբայր, մեր ընտանիքից հողակտորը տեսած առաջին ու միակ մարդն է։ Գիտեր, ինքն էլ գիտեր, որի գնացը գրողի ծոցում սիրելան և յարդի մի անպետ անապատ էր, դուր պրծած բոլոր տեսակի բուսականությամբ, վխտացող մարգաշտերով, օձերով, քարադոդոշներով և սկյուրներով, իսկ վերի երկինքը, բացի արծիվներից ու բազիներից, էլ ոչինչ չէր տեսել։ Դուրս եկանք հորեղբայրս երկներ ֆորդից ու քայլեցինք պապակ հողի վրայով։ Էս հողն իմն է, էս ինչ արարած ես։ Էս պստիկ մող ես, հա։ Ինչ է։ Չգիտեմ, բայց դրանց քարադոդոշ են ասում։ Թունավոր է։ Ուտերն ես ասում, թե կծել եմ։ Են։ Դժվարություններս գիտեմ, ու դրանցից հախից գալու ձևն էլ գիտեմ։ Ոնց քարադոդոշների հետ ես թե օձերի։ Դժվարությունների, նախ մեքսիկացիներ կվարձեն ու գործիք դնեն։ Որ ինչ անեն։ Որ հողը մաքրեն ու հետո ջրհոր փորեն։ Հողը ջրորը որտեղ են փորելու։ Հողի տակ, ու երբ ջուր ունենանք, սկսեն մաճեցնել։ Ցորեն։ Ցորեն ինչի՞ս է։ Հացի հատը 50 սենտ չէ, նուր է մաճեցնելու։ Իսկ նուրը ինչ արժի։ Ինչ իմանամ
եմ վաճառելու։ Էլ ուրիշ բան չես հաճեցնելու։ Մի քանի շպուտուղներ եմ մտքի դրել։ Դերձ։ Հա, մի 10 ակր։ Իսկ Սիրան։ Անպայման, Ծյանը շատ անշպուտուղ է, ինքը սիրում, բույրը, փառավոր, կորիզը քաղցր, մի 20 ակր է, Ծիրան եմ տնկելում։ Նու, դեղ, Ծիրան, էլ ինչ։ Երանի մեքսիկացիները այստեղ ջուր գտնեն, այստեղ ջուր կլինի։ Անպայման, կարևորը գործը սկսենք, կասեմ, որ օթերից ու քարտոդոշներից զգուշ մնան։ Հան, էլ ինչ։ Թուզ։ Հա, մի 10 ակր։ Թտենիներն էլ լավ են։ Հա, շատ լավ են, դրանք մի երկրում շատ լավ են աճում։ Հան, ինչքան տնկեն, որ լավ են։ Մի 10 ակր։ Լավ, էլ ինչ։ Ձիթենի։ Հա, մի 10 ակր։ Վախենամ այստեղ խնձոր չաճի։ Երևի, բայց խնձոր չեմ էլ սիրում։ Նստեցինք հորեղբորս երտեղ ֆորդը ու քարքարոտ ճանապարհի դուրս եկանք ավելի հարկ վար եւ ավելի արագ ընթացան։ Տես, որտուն հասնենք։ Մերոն զագարակի մասին ոչ մի խոսք։ Հա, սեր։ Թճի տատից գիտես, ինչ որ մտքի դրել եմ, կանեմ, կավարտեմ, հետո բոլորին բերեմ ագարակ, թող զարմանան։ Հա, սեր։ Տես, ոչ մի շուրջ չիմանը։ Հա, սեր։ Երկու տարուց ծաղկեցին։ Հորեղբորս համար իրական ցնցություն էր, բայց այդպես էլ պտուղ տվեցին։ Ուղղակի գեղեցիկ էր։ Մեջը բան չկար։ Արտարաբերքը 3 նուր էր։ Մեկը ես կերա, մյուսը հորեղբորս, իսկ երրորդը դրեցինք հորեղբորս սենյակում։ Մյուս տարին 14 տարեկան դարձա։ Տարվա ընթացքում ինձ այս շատ լավ բաներ կատարվեցին։ Հասկացա, որ գրել եմ սիրում, հորեղբորս չափ հասակ առա։ Լեռներիները այդպես էլ մնացել է մեր գաղտնիքը։ Հորեղբորի վրա թանկ էին նստել, բայց նա դեռ շարունակում էր հավատալ, որ նա մի մեծ բերք կհավաքի, վաճառի, փողը հետ դվեր ու կանցնի անապատի մեջտեղը այգի կառուցելու իր երազին։ Մյուս տարի մի 200 նոր բերք ստացան։ Սիրուն դասավորեցին կարգերը, ուղարկեցին Չիկագո։ Մի մեծածախ ընկերություն։ Մեկ ամիս այն մեծածախ ընկերությունից ոչ մի խոսք չկա։ Հորեղբորս վերցրեց հեռախոսը ու զանգահարեց միջքաղաքայինով։ Արխը քանիսով ես տալիս։ $1 Ինչ է, արխը $5, մի սենտ պակաս չտաս։ $1 է չեն անում։ Ինչու՞։ Չգիտեն ինչ է։ Հետո կասես գործար արես, $5 պակաս չեն տալիս։ Մի հատ ինքս կերա ոչ մի երևելի բան չտեսա, չի վաճառվում։ Գիշես, նրանց անշպուտուղ աշխարհում չկա, $5 կես գինն է։ Չեն վաճառվում, պետքս էլ չէ։ Եղավ, արագ արագումով հետ ուղարկիր։ Ու հորեղբորս հեռախոսը ցած դրեց։ Ամբողջ ձմեռ ազատ ժամանակը ես ու հորեղբորս նուր էինք ուտում։ Մյուս տարի հորեղբորս չկարողացավ հողի վարկը վճարել ու իմ ներկայությամբ փաստաթղթերը վերադասրեց իմ տիրոջը։ Պարոն Գրիֆիթ, ստիպված եմ ձեր ունեցվածքը ձեր վրա դարձնել, բայց մի փոքր խնդրանք ուներ։ Շատ իրավապահ կլինի, եթե թույլ տայք 20 ակր նուր են տնկել, եթե թույլ տայք այն խնամել։ Խնամել, ինչի համար։ Հորեղբորս էլ շարունակեց։ Ինչպես բացատրել մարդուն այն, երբ այդ մարդը կարեկից չէ։ Մի քանի ամիս հետո եկան նույն վայրը, քայլեցինք հողի վրայով, հողը չորացել էր, իսկ ծառերը չորացել ու մահացել էին։ Վերադարձանք ու նստեցինք ֆորդը, այն ոչինչ չխոսեցինք, քանի որ այնքան բան կար խոսելու, որ ոչ մի լեզվով հնարավոր չէ խոսել։ Լսիր զավակս, հենց մեծանաս վերադառնաս քո հայրենիք։ Յուրաքանչյուր մարդ պիտի ապրի իր հայրենիքում, պահիր ու պահպանիր ազգային արժեքները։ Որքան էլ գայթակղիչ են օտար ափերը, որքան էլ հյութալի են արևադարձային մրգերը, միևնույն է, հայկական դերձի, խաղուի, նրան հարազատացած համը չունի։ Վերադարձիր ու շենացրու քո հայրենիքը։ Լսիր դուդուկի, դհոլի, քանոնի, հանձուկական ձայները։ Սարերը թնդացրու հայկական քոչարիով։
Մեր նախագծային աշխատանքի շրջանակներում ստեղծեցինք մի շարք պրոդուկտներ։ Ահա, ցանկանում եմ ձեզ ներկայացնել մեր ստեղծած պրոդուկտները։ Մեր ձեռքով գործել ենք մի շարք ասեղնագործություններ։ Ստեղծել ենք նրան ծառ, քանդակել ենք նրան տեսքով։ Ստեղծել ենք մի շարք բրիլով կախազարդեր, ստեղծել ենք խաղեր, ահա մի քանիսը, ստեղծել ենք նրան տեսքով պայուսակ և մի շարք այդ պրոդուկտներ։ Ցանկանում եմ մեր ստեղծած կախազարդներից մեկը նվիրել մեր տնօրեն Էկերտ Հիլաչյանին։ Իսկ մյուս կախազարդը նվիրել մեր փոխտնօրեն Ընկեր Մանուկյանին։ Ցանկանում եմ նաև ձեր ձեռքերով զգաք մեր գործած ասեղնագործությունները։ Ես։ Սա ես, իսկ սա Արմին Ներսեսյանը։ Ամեն։ Արմինե ջան, ինչ շիբիներով պատրաստված նուրն է ցուցադրում։ Շատ լավ, շատ լավ ձեր ինտարա դա դերս ցույց տալիս։ Անհասիկ ձեռքերով անտարակ։ Ինչպես նաև մենք մեր տատիկների և մայրիկների շնորհիվ թխել ենք գաթաներ և հարվածներ։ Նրան տեսքով։ Արվա, կամա շրջետս։ Շատ գեղեցիկ։ Գեղեցիկ պաստառներ։ Ստեղծել ենք մեր ձեռքերով նաև գեղեցիկ պաստառներ, որոնցից մեկի վրա վառված թղթերը բաթատված կծրած են, որոնք թելով քաշելու արդյունքում կարող են բացվել և կարդալ։ Ներկայացված են Ուլիամ Սարոյանի ստեղծագործությունների կյանքի մասին, ինչպես նաև նրան բուժիչ հատկությունների մասին։ Ցանկանում ենք նաև նախագծի շրջանակում դպրոցի բակում տնկել նռնենիներ։